Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Ավասարդյանը։ 18:00 դրությամբ լուրերն այսպիսինն են։ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բաներ ցանկանում ասել Միացյալ Նահանգների նախագահին, որը նրան չհաջողվեց։ Արտերկրի լրատվամիջոցները արձանագրել են պահը, թե ինչպես է Փաշինյանը մոտենում բեմում ելույթ ունեցող ԱՄՆ նախագահին, փորձում նրա ուշադրությունը հրավիրել կանչելով «պարոն նախագահ»։ Թրամփը, որ այդ պահին շնորհակալություն էր հայտնում Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին, խոսքն ընդհատելով Փաշինյանին ասում է, որ մոտ գա, ապա շարունակում է ելույթը։ Սպասելով, որ Թրամփն ավարտի խոսքը, Նիկոլ Փաշինյանը նախ ներկայանում է ԱՄՆ նախագահին, ապա շնորհակալություն հայտնում նրան թերևս վաշինգտոնյան խաղաղության գործընթացի համար։ Ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ, եւ հիմա դուք, ասում էր Փաշինյանը, երբ շնորհակալական խոսքերից հետո Փաշինյանը փորձում է շարունակել խոսքը, Դոնալդ Թրամփն արդեն շարունակում է շփումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ Ինդոնեզիայի նախագահ Պրաբո Սուբիանտոյի հետ, անտեսելով Փաշինյանի հետ զրույցը։ ԱՄՆ նախագահը, որը առիթը երբեք բաց չի թողնում հիշեցնելու, թե ինչպես իրեն հաջողվեց լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը, հաճախ շփոթելով երկրների անունները, երեկ Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ, նկատելով Ադրբեջանի նախագահին, կրկին հպարտացավ, թե ինչպես իրեն հաջողվեց 1 ժամում լուծել ավելի քան 30 տարվա կռիվը։ Այստեղ այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը, Ադրբեջան, որտեղ է հայրենակիցը իրար հետ հաշտեք չէ, նրանք կռվել են 32 տարի եւ մոտավորապես 1 ժամում մենք կարգավորեցինք, այնպես է չէ, եւ հիմա նրանք իրար հետ լավ են, ասել է Թրամփը։ Արարատ Միրզոյանն այսօր ԵՀԿ գործող նախագահ եւ Ֆինլանդիայի գործնախարարի հետ համատեղ ասուլիսում տեղեկացրել է, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը Շարմ էլ-Շեյխում քննարկել են ադրբեջանցի գործընկերների հետ։ Միրզոյանը, սակայն, կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չասաց, միայն հույս հայտնեց, թե առաջիկայում այս հարցի վերաբերյալ լավ նորություններ կունենան։ Մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այս ուղղությամբ եւ ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլիներ օրակարգից։ Ինչպես եւ միշտ այս պահին եւս ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Համենայն դեպս մենք չենք դադարեցնում մեր ջանքերը եւ բառացիորեն 3 Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի շրջանակում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում, հայտարարեց նա։ Միրզոյանը նաեւ խոստովանել է, որ Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը, նշելով, որ հայկական կողմը չի ընդունում այդ պահանջը եւ երկրի մայր օրենքը սեփական նախաձեռնությամբ է փոխում։ Էլինա Վալտոնյանը չպատասխանեց արցախահայերի վերադարձի ու նրանց միջազգային իրավունքների հետ կապված հարցերին։ Նա Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ համապատասխան հարցին այլ պատասխան տվեց։ Մենք խորքային քննարկում ունեցանք նախարարի հետ եւ ԵՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու սատարելու խաղաղությանը, դիմակայունությանը Հայաստանում եւ տարածաշրջանում։ ԵՀԿ-ի հատուկ շեշտադրումը կլինի այնտեղ, որտեղ նաեւ Հայաստանը կարող է ավելացված արժեքով հանդես գալ, տնտեսական բաղադրիչում կլինի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ կլիմայի ուղղությամբ, ասաց Վալտոնյանը։ Միրզոյանը համաձայնեց գործընկերոջ հետ, մենք լրջագույն ջանքեր են գործադրում, որ մեր տեղահանված քաղաքացիները կարողանան ամբողջությամբ ինտեգրվել ու իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել Հայաստանի Հանրապետությունում, հավելեց նա։ Մինչ այդ էլ ԵՀԿ գործող նախագահը ողջունել էր ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումը։ Լուծարումը կլինի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ին ԵՀԿ-ն պատրաստ է շարունակել ընդլայնված համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը եւ ԵՀԿ-ն կկարողանան արժեք ավելացնել։ Կարևոր է խաղաղության այս գործընթացն ամրապնդել ու շարունակական բնույթ տալ խոստումնալից քայլերին, որոնք արդեն իսկ կայացված են ստորագրելով համաձայնագիրը ու կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունն այս տարածաշրջանում լինի կայուն, ասաց Վալտոնյանը։ Վաշինգտոնում տեղակայված Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ապահովել Բաքվի բանտերում գտնվող հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատ արձակումը, ինչպես ԱՄՆ նախագահին դա հաջողվեց անել Գազայում Համասի կողմից գերավարված իսրայելցիներին ազատ արձակելու դեպքում։ Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ գերիները անարդարացիորեն շարունակում են մնալ Բաքվում։ Ականատես լինելով բազմաթիվ արհավիրքների աղոթում ենք հակամարտության իրական ավարտի եւ կայուն խաղաղության համար, նշում են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակոբյանը։ Հայկական հարցերով տասնամյակներ շարունակ զբաղվող Ամերիկայի հայկական համագումարը նախորդին տարածած հայտարարության մեջ նաեւ հիշեցնում է, որ
օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր գերիների ազատ արձակման հարցով խոսել Ադրբեջանի նախագահի հետ, ասելով, թե Ալիևը դա կանի իր համար։ Այսօր դատարանը քննելու է գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը, ընդ որում 3 կալանքի երկարաձգման հարցով նիստի նախօրեին քննչական կոմիտեն եւս մեկ դրվագ ավելացրեց փողերի լվացման հոդվածով, թե կոնկրետ տնտեսական ու ֆինանսական սխալներ է թույլ տվել գործարարը, քննչականը չի մանրամասնում։ Հայտնի է, որ այսօրվա միջնորդությունն առնչվում է այս 3 հոդվածներին էլ։ Այսօրվա դատական նիստից առաջ մամուլի ասուլիսով հանդես եկավ միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը եւ պնդեց, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, ինքը իր տեղի թիմով դիմելու է Եվրամիությանը, որպեսզի Եմեն ընդունի, որ Հայաստանը ունի քաղաքական բանտարկյալներ։ Նա նաև շեշտեց, որ մի երկրում, որը ժողովրդավարական ուղին է բռնել, Սամվել Կարապետյանի դատական գործը ամենաթույլն է։ Ամստերդամը նշեց, որ Կարապետյանի գործը անգամ աֆրիկյան երկրներում իր ունեցած գործերի հետ չի կարող համեմատել, անգամ Տանզանիայում կամաչեին նման գործ ունենալու համար։ Մերձավանի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Աշոտ Զոհրաբյանը, այս մասին Փաստինֆոյի հետ զրույցում ասել է Փարաքայ համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը։ Նա Մերձավանի համայնքապետ վաղուց նշանակված է եղել, Վալոդիա Գրիգորյանն ընտրվելուց հետո նրան նշանակել վարչական ղեկավար։ Գերեկ ես նրան վերանշանակել եմ վարչական ղեկավարի պաշտոնում, ասել է Ախվերդյանը։ Նշենք, որ նրանից առաջ Մերձավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մհեր Ախտոյանը, դեռևս Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար ՔՊԱ-կան Լյուդվիգ Գյուլնազարյանի որոշմամբ, իսկ հիմա արդեն բնակիչները պահանջում են նրան ընդհանրապես արտաքսել համայնքից։ Մհեր Ախտոյանը ներկայումս Հայաստանում չէ, Վալոդիա Գրիգորյանի սպանությունից օրեր առաջ նրան օդանավակայանից ճանապարհել է սպանության անմիջական կատարման մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը։ Գրիգորյանի շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել նրան, որին համարում են սպանության հնարավոր կազմակերպիչներից մեկը եւ պատասխանատվության ենթարկել։ Նշենք, որ դեպքից հետո բախումներ են տեղի ունեցել Ախտոյանի թիմակիցների, Գրիգորյանի կողմնակիցների միջև, գրում է լրատվամիջոցը։ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը հոկտեմբերի 13-ին 5 տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի բլոգեր Արեգ Շեպիխինին։ Նա մեղավոր է ճանաչվել Ինստագրամում հրապարակված մի շարք տեսանյութերի համար, որոնցում նա ըստ դատախազության սպառնալիքներ է հնչեցրել չեչենների, դաղստանցիների, կովկասյան այլ ժողովուրդների, ինչպես նաև հրեաների եւ մահմեդականների հասցեին։ Շեպիխինի անունը լայն հանրությանը հայտնի դարձավ հունիսի 3-ին, երբ նա Չեչնիայից Մոսկվա ժամանած ոստիկանները փորձել էին առևանգել բլոգերին Ռուսաստանի մայրաքաղաքի երկաթուղային կայարաններից մեկում։ Առևանգման փորձը տապալվել էր, սակայն մոսկվացի իրավապահները հաջորդ օրը իրենք էին քրեական գործ հարուցել Շեպիխինի դեմ, նրա խափանման միջոց որպես ընտրելով կալանքը։ Պաղեստինյան Համաս շարժումը մեղադրել է Իսրայելի պաշտպանության ուժերին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։ Իսրայելական բանակի կողմից այսօր առավոտյան Գազայի մի քանի բնակիչների սպանությունը օդային եւ հրազենային հարվածների միջոցով հրադադարի համաձայնագրի խախտում է։ Մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին վերահսկել Իսրայելի գործողությունները եւ ապահովել, որ նա չխուսափի միջնորդների առջեւ իր պարտավորություններից Գազայի դեմ պատերազմի ավարտի վերաբերյալ, նշել է Համասի խոսնակ Հազիմ Կասամը։ Ալ Ջազիրայի փոխանցմամբ Գազայի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը հայտնել է, որ մի քանի պաղեստինցիներ վիրավորվել են իսրայելական բանակի կրակից Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Հալաուա շրջանում։ Բապտիստական հիվանդանոցը հայտարարել է Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջայիա թաղամասում իսրայելական ուժերի կողմից 5 պաղեստինցիների զոհվելու մասին։ Նասեր բժշկական համալիրն իր հերթին հայտնել է, որ 2 պաղեստինցի է վիրավորվել իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում արձակված կրակոցների հետևանքով։ Իսրայելական բանակն իր հերթին պնդել է, որ կրակ է բացել Գազայի հատվածում դեղին գիծը հատելու փորձ կատարող կասկածյալների ուղղությամբ։ Այսօր հոկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հոկտեմբերի 14-ն է Երևան Միասնիկյան պողոտայում Բելաջո ռեստորանային համալիրից մի քիչ վերև բախվել են երկու տրանսպորտային միջոց, որտեղ մյուսը էլեկտրական ավտոմեքենա։ Այնուհետև բախման հետևանքով էլեկտրական ավտոմեքենան էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների կամ մեկ վիրավոր, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4 գումարտակի պարեկները
գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի եւ վաշտի հրամանատար Այլոշա Այվազյանի գլխավորությամբ։ Այս պահին բարեկները սահմանազատել են տարածքը, վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը հիվանդանոց, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեջ մասնակցություն է ունեցել ավտոբուս, այդ տեղեկությունը այս պահին բարեկային ծառայությունը պարզում է, ճշտում է։ Այդ ավտոբուսը, ասում են, դեպքի վայրից էլ հեռացել է։ Օպերատիվորեն ժամանել են նաև երկաղլիցներ, թե որներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի արտաքին լուսավորության հարցերով, որ զբաղվում են այդ բաժնի աշխատակիցները, ովքեր արդեն փորձում են արագ կարգավորեն խնդիրը։ Ավտոբուսը կա, ավտոբուս եղել, հա, ականատեսին ասում են ավտոբուս է եղել։ Այնա, բարեկային ծառայությունը ստացել է այդ տեղեկությունը, այս պահին պարզում են հավասի է, թե ոչ, ավտոբուսի մասնակցությունը նշված վթարում։ Հոկտեմբերի 13-ն է, Երևան, Իսակովի պողոտա, ժողովրդին ավելի շատ հայտնի ԱՄՆ դեսպանատան խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում Mercedes Magnus ավտոմեքենան կոտրել է խաչմերուկին տեղադրված խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրը, ժողովրդի լեզվով ասած սվետաֆորը, տապալել այն եւ ավտոմեքենայով հայտնվել բաժանարար գոտում։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, դեպքի վայրեն ժամանե ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, ովքեր այս պահին պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, վարորդի ինքնությունը։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության, փորձաքննության, եղել է սթափ, թե ինչն է եղել վթարի պատճառը, դա պարզվում է։ Ավտոմեքենայի համարանիշները ռուսական է, Խրաշ Կոստանյանը, այսի տենայելի սրտի ծառուն է թալու, վիզա դնում, Սարգսյան Նորիկիս հետ սվետաֆորները դնեն ավելացնեն,
էլի լավ է մարդու բան չէ, բայց դե դրանք ստեղի սվետապորը երբ կդրվի։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։